այն նշել որ Սամվել Շահբազյանի մավանի վաճառական կապի մեջ գտնվող գանգորային վնասվածքի ազդող ուժի հրման տեղը տեղակայված է քթի հիմքի շրջանում, բայց նաև նշում է գանգի, գանգախոսի և այլ վնասվածքներ, որոնք գանգորի հետ է կապված։ Այդ ոնց է մեզ պարզաբան է քթին հարված ստանալու դեպքում գանգը ոնց կվնասվեր ու եթե դա է առանցին ծանր վնասներ հասցներ գիտելիքներով ես պատկերացնում գանգից վնասվածքը պետք է դիտել առանցին որպես ծանր վնաս։ Քթի վնասվածքից առանցին։ Այո։ Լավ, ես ասում եմ։ Ուրեմն քթի ընդհանրապես բժշկության մեջ գոյություն ունի գանգորային վնասվածքների դասակարգման մեջ գոյություն ունի ակնոցների համախտանիշ հասկացողությունը, որը հենց տվյալ դեպքին վերաբերում է տվյալ դեպքին, այսինքն քթի հիմքի շրջանում ստացած վնասվածքի հետևանքով եւ կոտրվում է քթի ոսկրերը կամ առաջային գանգախոսի ոսկրերը, դրանք որպես ուղեկցող ախտանիշներ իհայտ են գալիս ակնակապիչների շրջաններում առնահավաքներ։ Այսինքն երբ որ քթի շրջանում առնահավաքներ քթի կոտրվածքի արդյունքում աշկերայնացում են եւ ակնոցի համախտանիշ։ Այսինքն ձեր փորձակնության եզրակացությունը հետազոտելով կարող է եզրահանգում կատարել, որ այդ կլորավուն դիակրային առնահավաքները դրանք ոչ թե վնասվածքի արդյունք են եղել, այլ անմիջապես հպան արդյունք չեն, այլ ակնոցի Այո, դրանք ներսից եկող առնահավաքները գալիս են ներսից, ոչ թե դրսի ազդեցության հետևանքին։ Այդ քթի կոտրվածքի եւ գանգի հիմի ոսկրերի կոտրվածքի հետևանքով այնտեղ գանգի ոսկրերի եւ հյուսվածքների մեջ մազանուկները պատռվում են եւ արյունը ներսից արտահոսում է դեպի ակնակապիչների ոսկրերի տակ։ Այսինքն ավելի պարզեցված այդ երբ որ ուժեղ հարված է ստանում ոչ թե առարկայովից եզրակացության քթի, հա, այս հիմքի շրջանում, դրանից կարող են առաջանալ այդ առնասողումները։ Ձեր եզրակացությունը ուսումնասիրել արդյունքում բոլորին այնպիսի տպավորություն է ստեղծվում ամենայն դեպս, որ Սամվել Շահբազյանը մահացել է կոնկրետ այդ մի հարվածի արդյունքում ստացած վանական վնասվածքի հետևանքով։ Դուք տականդում եք ձեր եզրակացության մեջ շնչած այդ հանգամանքները, այսինքն որ մի հարվածի արդյունքում կարող է ման առաջանալ եւ բացառում եք այդ վնասվածքի մահվան հետ վաճառական կապի մեջ գտնվող վնասվածքները, որ կարող են հասցնել ասենք մի քանի անձանց կողմից կամ մի անձի կողմից, բայց մի քանի դեպք հարվածել արդյունք։ Ես ասեմ, որ պնդում եմ իմ եզրակացությունը, ինչպես նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը այն մասով, որ քթի հիմքի շրջանում ստացած ուժգին հարվածի հետևանքով, որի արդյունքում վնասվում է նաև գանգի հիմի ոսկրերը եւ ուղեղանյութը, դա կարող է բերել մահվան եւ կարող է առաջանալ այդ թվում ակնակապիչների առնահավաքների զարգացումը եւ կարող է լինել մեկ հարվածի հետևանք։ Ինչ վերաբերում է թե այլ հարվածներ Շահբազյանի գլխի շրջանում պատճառվել են թե ոչ, ես դա չեմ կարող ասել, բայց այլ հարվածի հետ ես չունեմ փորձակնության ընթացքում։ Լավ, այսինքն կարող եք եզրահանգել եւ արձանագրել, որ Սամվել Շահբազյանի գլխի վրա բացի ձեր նշած այս գանգի հիմի կոտրվածքից այլ վնասվածքներ, որպես այդպիսին, որոնք կարող էին մահվան պատճառ ունենալ, ապա չեն եղել։ Արտաքին ներգործության հետքեր չեն եղել։ Ուղեղաթաղանթիկ արյունազեղումների մասին դուք ասում եք, երբ որ հատվածը ստանում է դեմքից, կարող է ուղեղը շարժվի եւ նորից այդ արյունազեղում է, բայց չէ որ ուղեղը շարժվել չի կարող արյունազեղում լինի, եթե հարված չլինի, բութ տրավմա չլինի, դեռ ոնց կարող ուղեղը տարաշարժվի եւ ուղեղի ցնցում առաջանա, ոչ թե արյունազեղում։ Դուք բժշկության բնագավառում եք, չէ՞, ես չասում։ Իսկ գիտեք, որ ուղեղի ցնցումից հետո կա էլի վնասվածքներ գանգորային, կա ուղեղի սարժատ։ Հա, սարժատ, բայց ոչ արյուն։ Սարժատի հետևանքով ինչ ա լինում։ Սարժատի սարժատ։ Ինչ ա, չէ, ինչ եք հասկանում սարժատ ասել։ Ոնց որ միսը գաղթեցվել է։ Իսկ սարժատից մի քիչ ավելի ուժգին հարվածի հետևանքով։ Արդեն արյունազեղում։ Դեր հաստատասանը։ Չէ, դուք ասում եք սերի դեպքի հարվածից, առաջնային մասի հարվածից կարող է դեպքի մասում գանգի հիմի կամ ուղեղի մոտ արյունազեղում, բայց ես բժիշկ չեմ, բայց ենթադրում եմ, որ պետք է լինի հարված, չէ՞ այդ հետևի մասից, գանգի հետևի մասից, որ այդ արյունազեղումը լինի, ոչ թե քթի հիմի մոտից, այլ հետևի մասից, որտեղ որ նշվում է արյունազեղումները։ Ես բացատրեցի ձեզ հարվածի եւ հակահարվածի
այսինքն վնասված պատճառում ես հարվածի տեղում, այնպես էլ ուղեղաբնի մեջ ուղեղի հյուսվածքի ուժգին ցնցման հետևանքով վնասված պատճառները հակառակ կողմից։ Այսինքն դե սանջարդի դեպքում բազմաթիվ ուղեղը ցնցումով հիվանդներ կան սանջարդի։ Բայց մարդը մահացել է։ Դե իմացում եմ ձեր տված եզրակացության, որ դուք ասում եք այդ մի հարվածից, չէր կարող այդպիսի մահ առաջանալ։ Դա դուք եք ասում։ Ես չեմ Բայց ես մասնագիտական եզրակացություն եմ, որը հիմնավորվում է գիտականորեն։ Այսինքն մի հարվածից կարող ամբողջ գանգոստերը կրեպիտացիայի կարող արյունազեղումներ առաջանալ և մահը վրա հասնել մի հարվածից։ Այո։ Այդքան նոր քամբեր հարվածել իրան։ Ես կարող եմ նույնիսկ հարվածի ուժգնությունը ձեզ ասել։ Հարվածի արագությունը։ Ես կարող միայն հայտարարության ձևով ասել, որ իմ աղբերը տենց մարմնով թույլ չէ, եթե պարապաստիկներ է, որ չէր կարող արտակը մի հարվածը իմ աղբորը հասցնել մահ։ Ես չեմ ասել, որ մի հարված է, ես ականատես վկա չեմ։ Ես ասում եմ, որ ես ունեմ մեկ հարվածի հետ։ Որը բերել է մահը։ Իսկ ինչպես է բացատրել, որ ասում եք լեզուն բերանը թափ։ Չէ՞ որ բերանը թափ չի եղել։ Ես դիահերման ընթացքում, փորձակնության ընթացքում, երբ որ դիակը ուսումնասիրելիս եմ եղել, բերանը թափ է։ Կարող է դեպքի վայրում զննության ժամանակ կիսաբաց է։ Դեպքի վայրում եղել։ Ես դեպքի վայրում եղել եմ, բայց դիակի արտաքին զննություն չեմ կատարել։ Ես հանդիսանալով մարզային բաժնի ղեկավար կրասնորաբաժանման արտավոր էի դնում դեպքի վայրում։ Իսկ այդ դիակային բծերի մասին ես ձեր Փակստան։ Եվ այդ դիակային բծերը արդեն մի ժամ եկել չէ առաջ տալիս։ Ես եղել եմ դեպքի վայրում, եղել եմ որածը դեպք ամբողջ իրար եմ վերցած, թող տեղել մեկ ժամ, երբ որ ես երբ դեղ եմ, որ ասեց ինչ-որ բույց կա, ես ներս մտա, չգիտեմ մտալ թե չէ։ Իրա մարմինը տաք է և իրակային բծեր չկար։ Դուք կարող եք ինձ ասել, որպեսզի ես հանգստանամ, եթե իրան այդ պահին կատարվեր միան հասարակ դեքսամետազան, հնարավոր է, որ շրջանական վերականգնվել և մահը։ Բայց դուք իրեն տեսել եք շրջանություն ունենալու եք ապրում։ Չէ, այդ պահին չեմ ստուգել, որ տեսնեմ, բայց հետո որ ասեցի, դուք կա ես ներս մտա, ինքը տաք է, և դիակային ոչ մի բիտ չկա իրան։ Հնարավոր է տաք է եղել, հնարավոր է դիակային բիտ չի եղել, բայց ինքը արդեն մահացած է եղել։ Կամ հնարավոր է, չգիտեմ, ես չեմ կարող ասել, դուք որ պահին եք ներկայացնել։ Ձեզանից մի 10 րոպե առաջ չեմ մտել։ Ախր ես չեմ հիշում, էլի։ Ժամերով ես չեմ կարող հիշել, մի տարի ժամի քանիսի որ րոպեի դեմ։ Գիտակցության կորուստ, դա ուղղակի գիտակցության կորուստ է, բայց ինքը աշխատել է։ Չէ, այդ ժամանակ, եթե տաք է եղել մարմինը և Չէ, եթե սինքը աշխատում է, մարդը դեռ կետրանի է։ Դրվում այդ ժամանակ աշխատել է, որովհետև ես որ ձեռք եմ տվել, տաք է, և դիակային բիտ չկա։ Տաք դիակը կարող է գտնվել, նաև շրջապատի ջերմաշրջանից կարող է գտնվել բավականին երկար ժամանակ։ Մի խոսքով դուք ուզում եք պնդել, որ մի հարվածից է եղել։ Ես չեմ պնդում, ես ինչու՞մ եմ պնդել։ Ես իմ փորձաքննության տվյալներն եմ հրապարակում։ Ես ուզում եմ հայտարարել, որ փոքր շատ է լինելով ուժ աշխատում, հնարավոր չի մի հարվածից մարդը այդ տեսակ այլակերպվի դեպքը և վրա հասնի մահ։ Եզրակացությանը, որ մի հարվածից կարող է մարդու մոտ լրիվ այդ գանգոստների և ուղեղի բլե այդում ցած է։ Դուք բացեք ուղեղի արյունազեղում։ Դուք բացեք ցանկացած գրականություն կապված Բացեք տեսել եք աչքերով ես Դե դա համացանցում է բացեք ամեն դա ասեմ եկան տարածված բանալու վիճակների չի եղել։ Ինչ է նշան, դա խո ես չեմ օրինել ակուսերյան բանիշը։ Հաջորդ հարցս, իսկ ինչ կասեք թևերի, մատների, լրիվ դուք ասում եք չկա առանձնակի փոփոխություններ, բայց նկարվել է պարզերևում և այդ ժամանակ են զգացվում է, որ ես աչ թե ձախ թևը լրիվ խշրված է, ծռված, մատները լրիվ ջախված։ Այսինքն ջախված։ Ես ուշադրիչ չեմ եղել։ Ես դրա համար ստորագրում եմ, որ ես որևէ կերպ եզրակացություն տալու համար պատասխանատվության եմ տա։ Ես եթե դա ուշադրիչ չեմ պետությունը ինձ եմ հարաբերացնում։ Ես եթե կարելի է կարող եմ իրանց իսկան
Մենակ իրան է ես ստամ, այդ թևերի մասը։ Բայց ես գաղտնիք չունեմ, կարող եք բոլորին ցույց տալ։ Չէ, բոլորին պետք չի, չստացվեմ ուղղակի։ Այս թևերի մասը որ նաև կոշիկների։ Բայց դա նշված է, չէ՞։ Ցանցանման նշված։ Հա, թևերի մասում նշված։ Թևերի մասում, բայց Հա, իսկ այստեղ դուք ասում եք, որ կոտրվածքներ չեն եղել մարմնների վրա։ Իսկ ես կարող ասեմ, որ եղել է։ դուք ասում որ եղել։ Բայց օրենքն չէ կարևոր տեսնեք, եւ վերևի չեն շոշափել։ Ուղղակի կենտրոնացրի գլխի վրա։ Ինչի՞ համար։ Իհարկե կազմակերպ։ Եվ որ ինքը ձեռքերով պահել է իր դեպքը, այստեղ նրա մատները հնարավորավոր կոտրված լինել։ Պարզ երևում է։ Չասեմ, ես ասում եմ, որ մատները կոտրված չի եղել, իսկ ինչ կարծիք եք, դա ձեր իրավունքն է։ Նրա մոտ եղել է բազմաթիվ հարվածներ ու ձեռքերով ապաշտպանել չէ։ Ես որտեղ եմ գրել, որ մեկ հարված է եղել։ Ես չեմ ուշադրում։ Ես ասում եմ, որ հնարավոր է եղել բազմաթիվ հարվածներ, բայց այս վնասվածքները կարող են պատճառել մեկ հարված եղել։ Բազմակ եղել։ Սպասեք, խնդրեմ պարտուկ, իհարկե կարելի։ Դուք կարող եք ասել, ժողովի կողմից հայտնաբերված հիմնական դասվածքների քանակից եւ տեղակայումից լինելով։ Հնարավոր է ասել, դրանք պատճառել են մեր անձին թե մի քանակի կողմից։ Նշված վնասվածքները կարող են պատճառել ինչպես մեկ անձն, այնպես էլ մի քանի անձանց կողմից։ Վնասվածքները բազմաթիվ են։ Նշանակի կարող է բազմաթիվ մարդիկ են վնասվածքները պատճառել։ Կամ մեկ մարդ կարող է պատճառել։ Դա նախաքննությունը թող պատժի կամ չեմ ինչ փորձարկել է պատժի մարդ։ Պաշտպանական կողմից Սկսեմ վերջին հարցը պարոն Բուդյանը բացակայում է, բաց տվեց վնասվածքները մեկ կամ մի քանի անձից կողմից պատճառված լինելու մասին։ Դուք նշեցիք բազմաթիվ մի քանի հոգի կարող էին, որովհետև վնասվածքները բազմաթիվ են։ Ինձ մյուս հարցը հետաքրքրում։ Կոնկրետ այդ աղքատեցի աղքավիշ կոչված է վնասվածքը եւ գլխի կոտրվածքը եւ այդ ուղեղի վնասվածքը։ Դա նույնպես կարող է մի քանի հոգի հարվածել եղել։ Ես ասեցի, Այսինքն եթե մեկ հարվածը բնականաբար մեկ հարվածը չի կարող պատճառել մի քանի անձի կողմից։ Այսինքն դուք որ ասում մի քանի հոգի կարող են ընդհանուր վնասվածքների մասին։ Իհարկե